Երևանցիները հնարավորություն կունենան անվճար հետազոտություններ անցնել։ Դժվարամատչելի հետազոտությունների իրականացում ծրագրի շրջանակում քաղաքացիները կարող են անցնել հետևյալ գործիքային հետազոտությունները. Համակարգչային շերտագրում, մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա, կրծքագեղձի սկրինինգային հետազոտություն, ախտորոշիչ կորոնոգրաֆիա և սրտի անոթների ստենտավորում, աորտակորոնար անոթների շունտավորում։ Եկող տարի Հայաստանը կունենա արդարադատության ոլորտին առնչվող ռազմավարական փաստաթուղթ, որտեղ կոռուպցիան ներառված կլինի առանձին ռազմավարական ծրագրով։ Հակակոռուպցիոն ոլորտում 2025 թվականին իրականացված աշխատանքների և առաջիկա անելիքների վերաբերյալ համաժողովի ընթացքում այս մասին ասել է արդարադատության նախարարը, ընդգծելով, որ կոռուպցիայի դեմ պայքարը մարդկային կյանքի անվտանգության և պետության կենսունակության հարց է։ Գալյանը նշել է, որ հաջորդ տարիներին ջանքերը ուղղելու են կոռուպցիայի դեմ պայքարող ինստիտուտների կարողությունների զարգացմանը, պետական ապարատի ավելի թափանցիկ աշխատանքին, նաև կուսակցությունների ֆինանսավորման վերահսկմանը։ Վերին Լարս անցակետ տանող թունելի կառուցման ավարտի ժամկետը հետաձգվել է մինչև 2028 թվականը։ Հայտնել է Վրաստանի ենթակառուցվածքների փոխնախարարը։ Ավելի վաղ աշխատանքների ավարտի ժամկետը 2024-ից տեղափոխվել էր 2025 թվական։ Այժմ փոխնախարարի խոսքով թունելն ամբողջությամբ պատրաստ կլինի և շահագործման կհանձնվի 2028 թվականին։ Այսպիսով Թբիլիսիից մինչև Ստեփանցմինդա հասնելու ժամանակը 2 ժամ 30 րոպեից կկրճատվի մինչև 1 ժամ 45 րոպե։ Այսօր Գեղարքունիքի մարզում վթարի հետևանքով 15 տարեկան տղա է մահացել։ Ժամը 11:30-ի սահմաններում Opel Magnish-ի ավտոմեքենան Դդմաշեն բնակավայրի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորը։ Մեքենան վարել է Գեղարքունիքի բնակիչ 15-ամյա տղան, որը տեղում մահացել է։ Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ֆոտոլրագրող Շամշյանը փոխանցում է, որ տղային երեկվանից որոնում էին նրա հարազատներն ու իրավապահները։ Սվետլանա Ավդիշյան, ժամը լրատվական։